Շնորհակալություն, ես շատ ուշադիր լսում եի, ուղղակի վիճակագրական տվյալներն էի փորձում գտնել, որպեսզի կարողանամ պատասխանել ձեր հարցերին։ Անհայտ կորած ըստ պաշտոնական տվյալների 195 անձ ունենք փորձաքննություններ, կրկին եթե չեմ սխալվում, իրականացվել են, ընդ որում հատուկ փորձագիտական գիտելիքներով ոչտված անձանց կողմից եւ հատուկ միջոցներով, այսինքն փորձագետները ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել։ Ինչ վերաբերում է նրան, որ պետությունը աջակցություն չի ցուցաբերում, դա այդ պնդմանը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև անհայտ կորածների ընտանիքները ամեն ամիս կառավարությունից ստանում են պետական աջակցություն, ընդ որում այդ աջակցությունը կրում է եւ ֆինանսական, եւ սոցիալական նշանակություն, եւ աջակցության ձևերին կարող եք ծանոթանալ համապատասխան կառավարության որոշումը ուսումնասիրելով, խոսքը դեկտեմբերի 10-ի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի համար 2001 L որոշման մասին է։ Խնդրում եմ ծանոթացեք այդ որոշմանը, որտեղ մանրամասն նկարագրված է այն ֆինանսական եւ սոցիալական աջակցությունը, որը տրամադրվում է անհայտ կորածների ընտանիքներին։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու պաշտպանության նախարարությունը չի զեկուցում, ապա սա իմ նախարար նշանակվելուց հետո որպես ժառանգություն է անցել ինձ, արդեն իսկ աշխատանքները սկսված էին արդարադատության նախարարության կողմից նախագծի մշակման։ Ես կարծում եմ բազմավոլորտ նախաձեռնություն է, որովհետև այստեղ խոսքը միայն պաշտպանության բանակի անդամների մասին չէ, նաև խաղաղ բնակչության մասին է, նրանց տրվող եւ նրանց ընտանիքներին տրվող սոցիալական երաշխիքների մասին է, այսինքն օրենքի շրջանակը բավականին լայն է եւ այն իրավասու մարմինը, որը պետք է ստանձնի գործողությունների հետախուզման, այդ ռեգիստրի վարման եւ այլ առաքելությունները, օրինակ ազգային անվտանգության ծառայությունն է եւ մենք բոլոր գործընկերների հետ ըստ էության համատեղ ենք աշխատել այս նախագծի շուրջ։ Շնորհակալություն։